Այսօր խոսում ենք 2022 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակի մասին, որը տրվել է երկու հիմնական բացահայտումների համար։ Մեկը այն է, որ ձև են մտածել, հայտնաբերել, թե ոնց տարբեր մոլեկուլներ իրար լեգոների պես միացնեն, հավաքեն, ինչ-որ բան ստանան։ Երկրորդն էլ նրա համար, որ այդ օգտագործել են ստանալու համար նենց ռեակցիաներ, որը մեր օրգանիզմում, մեր բջիջներում լինելուց ուրիշ այլ բաների վրա չեն ազդում, էլի։ Իրենք իրենց գործը անում են, կողից ոչ մի բան էլ չեն փչացնում։ Ասած դրանց մասին ենք խոսալու։ Երևի 10 րոպե կտևի ամեն մեկի մասին խոսալը։ Սկզբում մի քիչ քիմիայի մասին է պատմում, որ երկար 100-ամյակներ, որտեղ 200-300 տարի տանջվում են մարդիկ քիմիայի վրա, որ հասկանան ոնց է աշխատում, ու տենց վերջապես իր արդյունքները տալիս է այդ ամենը, ու կարող ենք ստանանք մեր ուզած մոլեկուլները, մեր ուզած նյութերը քիմիայի միջոցով։ Ու այս click chemistry է առաջինի անունը, որը click ոնց որ նշանակում է այս կպնելու բանն է, էլի։ Այս գոտիկի պես բաները կամ չգիտեմ պայուսակների վրա որ մտնում է մեջը հանգիստ ու դուրս չի գալիս, տենց ոնց որ ռեակցիաներին անվանում են click, ու այդ տենց աշխատող քիմիային էլ click chemistry են ասում։ Ու այս ոլորտում առաջին անգամ այս ձնագունդը գլորել է այս Sharpless-ը։ Ձնագնդի գլորելը նրա մասին է, որ իբր գլորում է սկսում է մեծանալ գնալով, այդ պրոստով պետք է մեկը, որ սկզբում գլորի, էլի։ Հենց այս գիտնականն ա եղել այդ գլորողը։ Ու բացահայտել են այս the copper catalyzed acid alkene cycloaddition-ը, որը շատ վատ կարդացի, հայերեն պղնձով կատալիզացվող ազիդ ալկին ցայտո, լավ չգիտեմ հայերեն։ Կարճ ասած, հեսա կհասկանանք այդ ինչա, այդ հեշտ բան է։ Դրա միջոցով է այս ամեն ինչը կատարվում։ Իսկ այս մյուս գիտնականը ոնց ասացի, որ ստացել է Նոբելյան մրցանակը, այս ամեն ինչը օգտագործել է, որ ստանա բայոօրթոգոնալ ռեակցիաները։ Բայոօրթոգոնալ ինչ է նշանակում։ Բայոն դե կենսաբանությունն է, իսկ կենսաբանություն չէ, կյանքի հետ կապ ունեցող բաները, չեմ հիշում կոնկրետ բայոն, երևի կյանք է նշանակում կամ տես մի բան, իսկ օրթոգոնալը գալիս է մաթեմատիկայից, որ երկու բան իրար ուղղահայաց են 90 աստիճան են կազմում, անվանում են օրթոգոնալ, ու երբ որ երկու բան իրար ուղղահայացան, մաթեմատիկայում ասում են, որ իրարից անկախ է, երկու վեկտոր 90 աստիճան են կազմում, իրարից անկախ են այդ երկու վեկտորը։ Հիմա բայոօրթոգոնալ է կոչվում, ոնց որ որտեղ մեր օրգանիզմում կատարվող կենսական բաների վրա չի ազդում, էլի անկախ է դրանցից, դրա համար անվանել են բայոօրթոգոնալ։ Okay։ Լիքը գիտնականները լիքը նյութեր են գտնում բնությունից եկող, ասենք, չգիտեմ, ինչ որ բույսի մեջ օգտակար նյութ են գտնում, որը մեր օրգանիզմին օգուտ է, ու հիմա այդ նյութը թեստավորելու բանի համար կարող են մի քիչ ստանան ինչ որ ձևերով, ու այդ մի քիչը կարող են օգտագործեն լաբորատորիայում թեստավորումների համար կամ մարդկանց վրա մի քիչ փորձարկելու կամ կենդանիների, բայց երբ որ ուզում ենք շատ արտադրենք այդ նյութերից, շատ բարդ գործ է այդ դառնում, ու ասենք մի 6 տարի տևում է, որ կարողանան ինչ որ նյութ շատ արտադրելու ձևը գտնեն, էլի ոնց արտադրենք այս նյութից լիքը, մի 6 տարի գիտնականները տանջում են այդ նյութի վրա։ Ու մեր կյանքը ապահովող գլխավոր մոլեկուլները այդ ածխածնի մոլեկուլներից ածխածնի ատոմների շարքն է։ Մեր նախորդ նոբինարներին եթե եղել եք, ասենք DNT-ն էլի տենց մոլեկուլներից է կազմված, կպած են իրար, ամեն մոլեկուլում կա այդ ածխածինը, իսկ որ մենակ նկարես ածխածինները շղթա է լինելու DNT-ի, էլի։ Նույնը սպիտակուցների մեջ, այդ ամեն բոլոր ամինաթթուների մեջ կա ածխածին, ու ածխածնի շղթա է լինում, կողու այլ ատոմներ կպած։ Կարծես այդ ածխածինը շատ կարևոր է այս կյանքի հետ կապ ունեցող օրգանական քիմիայում, բայց գիտնականների համար շատ բարդ է ածխածինները իրար կպցնել, իրար հետ ինչ որ ռեակցիա անել,
որտեղ մեր օրգանիզմում ինչ-ինչ պատճառներով լիքը լավ բաներ է օրգանիզմը մտածել կարող է այդ ամեն ինչ անի, բայց լաբորատոր պայմաններում շատ դժվար է կրկնել ու միացնել իրար այդ ածխածինը կամ այլ նյութեր ստանալ։ Ու այս գիտնականը առաջարկեց, ասես դե եթե որ դժվար է, եկեք չտանջվենք, էլի քիմիան պետքա հեշտացնել մի քիչ, շատ ենք մեզ տանջում։ Եկեք պրոստը երկու հատ մոլեկուլ վերցնենք, որոնց մեջ արդեն կա այս ածխածինը։ Ոչ թե բռնենք ուղիղ իրար կպցնենք, այլ ինչ որ այդ click chemistry անենք, կամուրջ սարքենք, որը կկպցնի այդ երկուսը իրար ուղղակի։ Կամուրջ, որը հեշտ է կպնում իրար, պատկերացրեք այս կողմից էլ բանկ այս կողմից էլ հեշտ գալի իրար կպնում են, ոչ թե տանջվենք ինչ որ հազարատ դժվար բարդ բաներ անենք։ Երբ որ տենց չեն անում, իրականում խնդիրը այն է, որ այլ ձևերով իրար ռեակցիաներ անել, միացնել մոլեկուլներ ստանալու ընթացքում լիքը կողից ուրիշ նյութեր էլ է արտադրում, որտեղ որ դու ռեակցիան ստանում, մենակ քո ուզած նյութը չի արտադրվում, էլի, ասես ընդելնում է, ու դրա արդյունքում լիքը վնասակար նյութեր է արտադրվում, նաև պրոստը նյութն է կորում, ասենք, լիքը մի կիլոգրամ շրջակերտավոր նյութ ունես, դրանից ուզում ես ինչ-որ հատուկ մոլեկուլ ստանաս, շատ փոքր տոկոսն ես այդ մոլեկուլը ստանալու, մնացածը ինչ-որ աղբա լինելու, որը քեզ պետք չի այդ ռեակցիաների արդյունքում։ Դրա համար շատ բարդ է քիմիկոսների գործը, էլի։ Ու սա եկավ հեշտացնելու այդ ամեն ինչը, ու ասեց, այս կամուրջը ոնց որ նենց պետք է լինի, որ ոչ թե ածխածինները կպցնենք իրար, այլ նիտրոգենը կամ թթվածինը, օքսիգենը ոնց որ իրար կպցնեն, դրանք ավելի հեշտ են կպնում, էլի, իրար sense ասած, ու դրանք ծառայեն որպես կամուրջ։ Ու ուտեղից սկսեց այս click chemistry-ն, մոտ 2001 թվերից է ոնց որ սկսել։ Ու այս իհարկե այս click chemistry-ով չես կարա ուղիղ կոդած մոլեկուլը ստանաս, որովհետև կոդած մոլեկուլում այդ կամուրջները չկա, ուղիղ իրար են կապած։ Բայց ոնց որ օքեյ, քո մեջ մի հատ կամուրջ ընդ է ավել է ինչ որ բան, բայց ինչ ֆունկցիա կատարում են այդ մոլեկուլները, ամեն դեպքում դեռ կարան կատարեն, էլի դրանով է այս ամեն ինչը լավ, նույն մոլեկուլը չի, բայց ֆունկցիաները պահպանվում է։ Այս թե ինչն են անվանում click chemistry, տենց հատուկ մտածել են, ու կետերից մեկը այն է, որ պետքա ռեակցիան հնարավոր լինի իրականացնել օդում կամ ջրում։ Սովորական օդի երբ որ շուրջը օդ է կամ շուրջը ջուր է, պետք է այդ ռեակցիան նորմալ տեղի ունենա։ Ու այդ ամեն ինչ հեշտացնում է, որովհետև միջև այդ էլի քիմիկոսները բարդ լուծույթներում, եսի մինչերում էին բոլոր ռեակցիաները անում, որովհետև սովորական օդում ու ջրում չի լինում այդ անել, այս click chemistry-ը պետք է օդում ու ջրում անել, որ դա անվանենք click chemistry։ Օդը հասկանալ է երևի, իսկ ջուրը նրա համար է, որովհետև մեր օրգանիզմում է ջուր։ Ոնց որ գիտեք, մեծ մասը մեր օրգանիզմի ջուրը, բջիջում ամեն ինչ համարյա ջուր է։ Ու տենց այս ռեակցիաները պետք է օրգանիզմում լինեն, դեռ որ դե ջրում էլ աշխատեն, էլի։ Okay, ուստից բացվում է ինչա բացահայտվում։ Բարքանակ։ Այստեղ խոսում է ուրիշ մի գիտնականի մասին, որը տենց բռնել մեծ գրադարաններ սարքել բաների, մոլեկուլների, թե լիքը մոլեկուլներ էր հավաքել ու այս բժշկության քիմիայի մեջ տենց screening ասվածը գոյություն ունի, որ պրոստը դնում հերթով փորձում են, տնան որին կպավ, կամ ուզում ես չգիտեմ, այս մոլեկուլին կպնող այլ մոլեկուլ գտնես, բոլոր մոլեկուլները հերթով վերում կպցնում ես, տնաս որն է լավ աշխատում, դա screening-ը կոչվում, ու այս մի հատ գիտնական բռնել տենց բան արել, բայց այդ ընթացքում նկատեցին, որ մի հատ հետարքի ռեակցիա ստեկա, այս ալկինը ու ասիլը, ծանոթները կարող է հայերեն սխալ եմ ասում, դաժե անգլերեն եմ սխալ ասում, բայց որ կարդա կտենակ, ալքայն կամ ալքին ու ասիլ, տենց կպնում են իրար, բայց հետարքիրը, որ իրանք մտածում էին, ոնց որ այս ասիլի մի կողմն է կպնում ալկինին, բայց պարզվեց իրանք սխալ են մտածում ու հակառակ կողմով է կպնում, այստեղ դրա մասին է գրած, ասիլը գալի իր հակառակ կողմով է կպնում ալկինին, ու տեղից սենց հետաքրքիր մի հատ ռեակցիա գտան, որը այդ կլիկն է ապահովում։ Պատկերացրեք ունես մի մոլեկուլ, որի վերջում այսպես մի հատ էս ազիդ նյութը կա, իսկ սրա վերջում էս ալկին նյութը կա, սրանք պրոստը գալի իրար են կպնում, երբ որ բան է լինում, պղնձի մոլեկուլ է լինում, ատոմ,
մոլեկուլ։ Իոնացված պղնձի ատոմ, իոնացված այնա, որ էլեկտրոնների քանակը կամ ավելա կամ պակասա, որ լիցքավորված լինի, էլի լիցքավորված ատոմը ասում են իոն։ Դրանց երբ որ իոն է լինում, դրանց օգնումով սրանք գալի կպնում իրար։ Ու պատկերացրեք հիմա երբ որ դուք ունեք երկու հատ մոլեկուլ ուզում եք կպցնեք իրար, մեկի վերջում այս ալկինն ես կպցնում, մեկի վերջում ազիդ ես կպցնում, ու հենց ուզում ես իրենք իրար միանան այս երկու մոլեկուլները, պրոստը մի հատ այս պղնձի իոնը ավելացնում ես, իրենք գրում կպնում են իրար։ Ոսի լեգո հավաքելու ձևն է, էլի։ Սա անվանում են այս անունով, էլի չկարդամ։ Որ պղնձով կատալիզացված է, որ ռեակցիան արագացնում է, այդ էլի արագ օգնում է կպնել։ Այս ազիդի ու ալկինի կպնելու ռեակցիան է, էլի, սրա այս անունը։ Հա, ուստի դա նկարած, որ կազմում են այս տրիազոլը, տրին է 3-ն է ու որ շրջան է կազմում, չգիտեմ 3-ը ինչն է, այների քանակի համար է 3 կոչվում, թե որ 6 անկյուն է, թե 5 անկյուն է, չգիտեմ։ Ամեն դեպքում էս սենց հայերեն էլի շրջանակը տրիազոլ են կոչվում, տրիազոլ։ Այդտենց։ Ինչի մասին է։ Այդ նույն բանի մասին է խոսում։ Հա, հետո փորձեցին, տեսան, որ այս ռեակցիան ջրում էլ է աշխատում, ու տենց անվանում են իդեալական click reaction այսի, որտեղ տենց լրիվ մեր ուզածն էլի հեշտ կպնում է, ջրում աշխատում է, եւ այլն եւ այլն։ Չգիտեմ, ստեյշնը նշեմ ճիշտ էր։ Ամեն դեպքում։ Ինչով է սա հետարքիր, ոնց են օգտագործում։ Պատկերացրեք, հիմա դուք կարաք ցանկացած բանի ցանկացած բան կպցնեք, օրինակ երբ որ ուզում ես քո նյութը լինի հոսանք, ոնց է դրան ասում, որ հոսանքա փոխանցում, հաղորդիչ, այո, ուզում ես հաղորդիչ լինի, դու ունես ուրիշ այլ մոլեկուլներ, որոնք հաղորդիչ են, բերում ես այս երկու մոլեկուլներից մեկը սրան ես կպցնում, մեկը նրան, ու արդեն դու կարաս քո այդ հաղորդիչ նյութը կպցնես քո ուզած նյութի, ու քո նյութը դառնա հաղորդիչ։ Սկն ոնց ավելի հեշտ ասեմ։ Կամ նույնիսկ ոչ թե դու սկզբում ես սարքում, այլ ուզում ես հետո եթե ինչ-որ բան լինի, իրան կարանաս վերամշակես, օրինակ պլաստիկը, եթե ուզում ես վերամշակես, կարաս նախորդ պլաստիկի մեջ այն ազիդներից օգտագործես, որ հետո վերամշակելուց դու կարանաս ուրիշ այդ ռեակցիայով ուրիշ բաներ դրես կպցնես իրան, որը իրան կվերացնի, ասենք, էլի խոսացել ենք ֆերմենտների բանի մասին, կոզես ֆերմենտները բերես կպցնես, որ վերամշակեն այդ պլաստիկը, կամ ես հաղորդիչ սարքես, կամ նես բաներ կպցնես քո նյութին, որ արևից բան, չեն ասում, արևի ճառագայթները կլանեն, որը օգտագործվում է այդ արևային պանելների մեջ, որ հոսանք է ստանում արևի ճառագայթներից, կամ ինչ-որ բան, երբ որ ուզում ես անտիբակտերիալ սարքես, էլի կարաս ինչ-որ անտիբակտերիալ նյութեր սրանով կպցնես քո նյութի վրա, կամ ռադիացիայից պաշտպանող ինչ-որ բաներ, լիքը արտադրության մեջ հիմա այս ամեն ինչը օգտագործվում է, կոնկրետ օրինակներ չգիտեմ, պրոդուկտի, որ օգտագործում են ու մենք ունենք, կարելի է գնալ նայել։ Այս առաջին մասը, click chemistry-ն, այսքանից հարցեր կան։ Հարցեր չկան։ Okay, անցնենք երկրորդ մասին, բիոօրթոգոնալ ռեակցիաները։ Հիմա այս ամեն ինչը ոնց են օգտագործում մեր օրգանիզմում դեղեր սարքելու, մեր օրգանիզմի համար դեղեր սարքելու եւ այլնի համար։ Ուրեմն երկար ժամանակ մարդկանց ուշադրությունը տենց դժվար էր գրավում այս գլայքեն, չեմ կարող կարդամ այս քիմիական գլայքենները, ու չէին կարում հասկանան իրականում ոնց է էսի աշխատում։ Այս գլայքեն մոլեկուլը տենց լավ մեծ մոլեկուլ է, որը մեր բջիջների վրա է հիմնականում, որ գործառույթներ է կատարում,
ինքը բանը շաքարի տեսակ է, որ գալի կպնում է այդ սպիտակուցների կամ բջիջների մակերևույթին ու երկար ժամանակ ուզում են հասկանալ այս ոնց է աշխատում։ Այս մյուս մեր կին գիտնականը Բերտոզին հետաքրքրվում է այս ամենով ու չէր կարող հասկանալ որտեղ են գտնվում մեր բջջի վրա այս մոլեկուլները։ Մի անգամ սեմինարիա գնում ու լսում է մի գերմանացի գիտնականի, ով կարացել էր նենց անել, որ մեր բջիջը սկսի ոնց որ ոչ բնական ինչ որ թթու արտադրել, որ ինքն իրեն չի արտադրում, ինչ որ բան էր փոփոխի մեջը, որը մի քիչ ուրիշ թթու էր արտադրում ու այս Բերտոզին հետաքրքրից կարամ ես էլ մի բան անեմ, որ այս գլայքինը նենց փոփոխվի, որ իր վրա մի հատ ձեռ լինի, որ այդ ձեռի վրա ես ինչ ուզեմ կպցնեմ, դրա շնորհիվ հասկանամ ինքը ինչ է անում, որտեղ է անում եւ այլն եւ այլն։ Ու տենց իմացավ ես ոնց որ այս ամեն ինչի մասին, click chemistry-ն էր զարգանում էր ու փորձեց անի տես մի բան, որ այսա նկարած աստե Այսի մեր բջիջն է, այս բջջի եզրերն է, այսի բջջի միջուկն է, որը մեր DNT-ն է։ Հիմա ու այս գլայկինն էլ գալի այս մակերևույթին sense կպնում է, ու իր մեջ օգտագործվում է մի հատ շաքար, որը այս դեղինով նշածն է, հեսա։ Ինչ է անում, ասում այն ազիդ է, որ մյուս բանի հետ կպնում էր հանգիստ, արի կպցնեմ սրա վրա ու դնեմ բջջի մեջ։ Ու հիմա այս բջիջը այս մոլեկուլը արտադրելու համար ոչ թե սովորական շաքար կօգտագործի, այլ եսիմ դրած շաքարը կօգտագործի ու օգտագործում է, բերում է այս սովորականի տեղը իր շաքարն է դնում, որի կողից այս ազիդը արդեն կպած է։ Ու ստացվում է բջջի վրա այս մոլեկուլը, որին ուզում ենք հետևենք, արդեն իր վրա մի հատ ձեռք ունի, սենց, որ կարա այլ բաներ բռնի։ Ու հետո ուրիշ նյութ է ներարկվում բջջի մոտ, ֆլուորեսցենտ մոլեկուլը, որը տենց լույս է արձակում, իրան կարելի է հետևել։ Ու իսկ սրան էլ կպցնում է այն ալկին նյութը, որը այս ազիդին էր գալի կպնում։ Ու ինչ ալնում, էսի գալիս կպնում է այս մոլեկուլին այդ ռեակցիայի շնորհիվ ու կարող են արդեն ոնց որ հետևեն, թե ուր գնաց, ուր կպավ այս մոլեկուլը, ու սենց նկարներով սենց վառ տեղերը տենում են, էլի այս մասում է գտնվում օրինակ կամ չգիտեմ, sense կետերով նշված է, էլի, որտեղ վառ կանաչ է, այդտեղ այդ մոլեկուլներն են, կապույտով միջուկն է նշված։ Բայց այստեղ խնդիր կար։ Ինչ խնդիր կար։ Խնդիրը այն է, որ այս ռեակցիան, որ տեղի ունենար, ոնց ասացի, պետք է պղնձի իոն։ Բայց պղինձը թունավոր է մարդու օրգանիզմի համար ու չեն կարող լցնեն ասեն փող աշխատի։ Դրա համար պետք է հասկանալ ոնց անեն, որ սրանք կպնեն իրար առանց այդ պղնձի, ու այս գիտնականը տենց գնաց, սկսեց ուսումնասիրել, թե ինչ կարելի անել, ոնց կարելի անել ու գտավ, որ տենց 1960-ականներից դեռ մարդիկ ոնց որ պարզել էին, որ հնարավոր է ամեն դեպքում առանց պղնձի էլ այս ռեակցիան անել։ Ու նոր բան հայտնաբերեցին, այս trend prompted alkinazid cycloaddition-ը, որը ոչ թե պղնձի իոնով է լինում, այլ ուղղակի էս ալկինը կամ ազիդը, չեմ հիշում, որ մեկն էր, բան են անում։ Մի քիչ փոփոխում են, որ տելի քիմիա գալի չենք խորանում, այս կարող են նենց անեն, որ իր մեջ մի մաս լարված լինի, իր մեջ էներգիա լավ պարունակի, որ մենակ իր էներգիան բավարար լինի այդ կապը ստեղծելու համար ու դրսից ինչ որ պղինձ պետք չլինի այդ էներգիան ապահովելու համար։ Կարճ ասած, տենց մի քիչ փոփոխում են այդ մոլեկուլը, որը արդեն առանց պղնձի էլ կարող է կպնի այս ազիդին։ Ինչ հարց եք տվեց դե ալկինն ու ազիդը ցանկացած մոլեկուլի կարող են կպցնել։ Այդի լավ հարց է, իրականում չգիտեմ, ոնց տեսանք իրանք իրար են կպնում, բայց թե այդ ամեն մեկը այդ ուրիշ մոլեկուլներին ոնց կպցնեն, այդ դրա մասին ընդհանրապես բան գրած չէ այս հոդվածում։ Իսկ թվում բարդ գործ չի, եթե անում են, այս նկարում ոնց տենում ենք, ասենք շաքարին կպցրել են էսի, հետաբար ինչ որ հեշտ ձև կա դրան։ Չեմ կարծում, որ ցանկացած բանի կարան կպցնել, բայց էլի կարան հավանաբար եթե ուզեն հստակ ինչ որ բանի կպցնեն, մտածեն ինչ որ բաներ,
կպցնելու համար, էլի։ Դրա համար բժշկության մեջ քիմիայի մեջ լիքը այլ մոլեկուլներ էլ կա, էլի։ Ասենք եթե դու ուզում ես շաքարին ես կպցնես, օքեյ, կարող է ուրիշ չկանես կպցնես, ուրիշ մոլեկուլ ես բերում գցում ես արանքը, որը համսրանա կպնում համսրան ու սրանք կպցնում է իրար, էլի։ Այս քիմիան ու կենսաբանությունը սա բան է, կպցնելու վրա է, պետք է կարողանաս երկու բան իրար կպցնես, ճիշտ, որ ուրիշ բաների վրա չհասնի։ Okay, ստե հասկացանք, որ առանց պղնձի կարում են արդեն անեն ու սկսեցին կենտրոնանալ բանի վրա։ Այս գլիկան մոլեկուլների վրա, որոնք ուռուցքի բջիջների վրա են, ուռուցքը անգլեն tumor-ա, tumor, չգիտեմ, ոնց է կարդացվում էլի, բայց մի հատ ասեմ տարբերությունը այս ուռուցքի ու քաղցկեղի անգլերեն cancer-ա, այսի tumor, ու հիմնական տարբերությունը այն է ուռուցքի ու քաղցկեղի, որ ուղղակի ուռուցքը լինում է, երբ որ բջջի DNT-ն վնասվում է ու սկսում է անդադ բազմանալ, շատ բջիջներ դառնալ, չմահանալ ու մեծանալ, հաստատի դառնում է ուռուցք, կոռում է, լիքը բջիջներ են արտադրվում, որը պետք չէր արտադրվել, իսկ քաղցկեղը այն ժամանակ է լինում, երբ որ այդ լոկալ տեղից, ասենք չգիտեմ, որտեղ երիկամի քաղցկեղ երևի լինում է հավանաբար շատ քիչ, ոչ թե այդ մի հատ երիկամի են մի հատ հատվածում իր համար ուռուցքա տես մնացել է անդե, այլ այդտեղից բացվում է ու տարածվում է, սկսում է կարա տարածվի ուրիշ բաներ էլ վնասի, գնա ուրիշ օրգանների մեջ մտնի եւ այլն, այդ ժամանակ արդեն քաղցկեղ են ասում, էլի, երբ որ լոկալ է ոչ միտեղ չի եթում, դրան ուռուցք են անվանում ուղղակի։ Որ ստացվում է քաղցկեղը ուռուցքի տեսակ է, բայց բոլոր ուռուցքները չեն, որ քաղցկեղ են, ինչ-որ բան։ Կարճ ասած խորացան սրա վրա, ինչն էր խնդիրը, որ նկատել էին, որ այս քաղցկեղի բջիջների վրա այս գլայսինը գնում է ու չի թողում, որ մեր օրգանիզմի իմունային համակարգի հակամարմինները, դրանց մասին էլ խոսացել ենք նախորդ վեբինարներում, ինչ են հակամարմինները, չեն թողում գնան կպնեն իրանց ու որ մեր իմունային համակարգը գա այդ բջիջներին վերացնի, էլի մեր օրգանիզմից քաղցկեղային բջիջներին ու ինչ արեցին, օգտագործեցին այս click chemistry-ն, բռնեցին այս միջոցով հակամարմիններին կպցրեցին ֆերմենտներ, որոնք գնում են այդ գլայցիններին պոկում հանում են այդ բջիջների վրայից, երբ որ պոկում հանում են, արդեն այս հակամարմինը կարող կպնի բջջին ու դրանից մեր իմունային համակարգը կհասկանա, որ էսի ավելորդ բջիջ է, սրան պետքա վերացնել։ Կարճ ասած, հակամարմինի վրա մի հատ պստիկ զենք են կպցնում, որ այս հակամարմինը չէր կարող գնալ կպներ, չէր թողում այս մոլեկուլը, այդ զենքը մի հատ գնում է հարցեր լուծում է այդ չթողողի ու արդեն հակամարմինը կպնում է։ Կարճ ասած, բուստ են անում էլ, օգնում են մեր հակամարմիններին, որ լավ գործ անեն։ Ու նաև ամենավերջի կետը ոնց են օգտագործում, ասենք կարան կպցնեն ոչ թե ինչ-որ ֆերմենտ էս հակամարմինների վրա, արելի ռադիոիզոտոպներ, որոնք տենց ռադիոակտիվ են ու իրենց կարող ես հետևես էլ ինչ-որ ռենտգենով կամ ուրիշ բաներով։ Մի նպատակ է դրա այնա, որ զուտ կարաս տնաս ինչ վիճակում է քաղցկեղը, մեծացել է թե չի մեծացել, ուռուցքը էլի, որտեվ քո հակամարմինը գնում է կպնում է դրան, ու դու գիտես քո հակամարմնի տեղը, որովհետև իր վրա կա մի հատ նյութ, որը դու կպցրել ես իրան, որին դու կարող ես հետևես, չի պես կպցնում ես, հետևից որ կարողանաս հետևես։ Երկրորդն էլ այնա, որ երբ որ դու գիտես հստակ բջջի տեղը, որտեղ գնացել հակամարմինը կպել է, այսինքն հենց այդտեղ է գտնվում ուռուցքի բջիջը, դու կարաս բան ռադիացիայով վերացնես այդ բջիջը, կրակես այդ բջջի վրա, այդ բջիջը մենակ վերացնես։ Ու այս ամենակարևորը քաղցկեղի բուժման էլի, որտեվ երբ որ քիմիոթերապիան անում կամ այլ բան են անում քաղցկեղը բուժելու համար, այդ դե մոլեկուլները, ճառագայթները, ռադիացիա ինչա լավ չեն կարող մենակ վերացնել այդ վնասակար
քաղցկեղային բջիջներին, նաև նորմալ բջիջներին էլ են վերացնում, դրա համար լիք խնդիրներ է լինում քաղցկեղից բուժվելու ժամանակ։ Հիմա այս միջոցը, որ օգտագործում են հակամարմինների վրա կպցնելու, դեռ չի օգտագործում քաղցկեղի բուժման համար, բայց բանում է կլինիկական փորձարկումների մեջ է, որ դեռ հաստատված չի, որ տենց լավ աշխատում է, բայց փորձարկվում է, էլի։ Okay, այտենց ինչ հարց ունեք ստե։ Իսկ մի հակամարմնի կպցնում են ինքը հաղթում այն խանգարող հանգամանքին, ուրիշ հակամարմին է գնում գործանելու, թե հենց ինքն էլ հեռացնելուց հետո գնում է գործանում է։ Okay։ Իսկ թվում մի հակամարմինը մի անգամ է աշխատում, նայեք հակամարմինը ոնց է, հակամարմինը ասած Y-ի տեսքով բան է, որի գլխիկները տարբեր են, ամեն գլխիկ տարբեր բաների է կպնում, դրա համար տարբեր վիրուսների դեմ տարբեր հակամարմիններ կան, էլի, ամեն վիրուս իր հակամարմինը ունի, որը իրան է կպնում մենակ, ու մեր օրգանիզմը ոնց է աշխատում, շատ դժվար է, բայց բարձրացված ասած, երբ որ ինչ-որ հակամարմին է գնում կպնում ինչ-որ բանի, այդ նշանակում է այդ ինչ-որ բանը ինչին կպել է, դա մերոնցական չի պետքա վերացնել։ Ու մեր օրգանիզմի իմունային բջիջները գալիս են դրան վերացնելու։ Ու բացի վերացնելուց, այդ հակամարմինը, որը կպել էր այդ վատ բջջին կամ վատ սպիտակուցին կամ ինչ որին կպել էր, վեկալում են այդ հակամարմինը ու իրենց հիշողության մեջ են նախ տանում, որտեվ okay, ես այս հակամարմինը տեսա, որ ինչ-որ վիրուսի դեմ է, ես պետքա պահեմ էլի այս հակամարմինը։ Դրա համար է մեր օրգանիզմը, որ պահում է իմունիտետ, որ ասում է իմունիտետ ունեմ կորոնավիրուսի դեմ, ի՞նչ է նշանակում։ Նշանակում է այդ հակամարմինը, որը բռնեց վիրուսին, քո օրգանիզմը տեսա, որ բռնեց ու պահեց իրան։ Իմացա, որ այս մեկն է, այս հակամարմինն է, որը հենց ինձ պետք էր։ Ու բացի դրանից սկսում է հենց այդ հակամարմինից լիքը արտադրել։ Ու դա կարևոր մեր իմունային համակարգի էլի, հենց մի հատ հակամարմին աշխատում է, այդ հակամարմինից մեր օրգանիզմը սկսում է լիքը արտադրել, որ բոլոր վիրուսներին գնան կպնան վերացնեն, էլի։ Վերացնողը իրանք չեն, իրանք ասողն են, որ սրան է պետք վերացնել։ Ու դրա համար, որ քանի որ ով բռնել է այդ հակամարմին տանում են հիշողության մեջ կամ գրանցում են կամ ես ինչ եմ անում, հետեւաբար ինձ թվում է էլ նես չի ինքը փոխվում է գնում է ուրիշների էլ բռնի, բայց կարող է, չգիտեմ։ Ինձ թվում է նես չի մի հատ հակամարմին են ներարկում, էլի մարմնի մեջ հենց էտա պետքա կարողանաս շատ հակամարմիններ ներարկես։ Բացի ներարկելու, դաժե կարաս նենց անես, որ քո օրգանիզմը այդ հակամարմնից արտադրի, էլի հավանաբար ձևափոխած կողից ինչ որ բան ես ավելացրի հակամարմին, քո DNT-ի բջջի DNT-ի մեջ նենց ես փոխում այդ բանը, որ հենց հակամարմնից, քո ուզած հակամարմնից արտադրի, որ թե դու ներարկես դրսից, էլի։ Սոց լիքը հազար ձև կա տարբեր բաներ անելու, էլի։ Okay։ Այսքանից հարցեր։ Ստել բան չի ասում։ Նկարներ էլ չունենք հետաքրքիր։ Չկան։ Իմ հետևի նկարը գնահատեք։ Թե կհասկանաք ինչ է։ Big chemistry։ Շատ լավն է։ Վիզուալիզացիա։ Լավ։ Okay։ Սպասում եմ եւս 5 վայրկյան, հարցեր չեղավ, ավարտում ենք։ Դզեց։ Մեր բաններ ամենակարճ նոբինարն էր սա։ Նաև նշեմ, որ մենք այսօր ունեցանք առաջին վիդեոն YouTube-ում նոբինարի, որ անցավ 1000 դիտումը ու համարյա հասնում ենք 100 պատպիսչիկի։ Հենց որ կարաք ծափարեք։ Սա հենց մի քանի հազար դիտում ունեցանք, թարգում ենք այս գործը, գնանք դուրս բաներով զբաղվենք։ Ոչ մի նոբինար։ Տենց, դե մերսի ձեզ, որ այսքան լսեցիք, կհանդիպենք մի շաբաթ։